հեռախոսացիչները օրինակ դիտարկում են տվյալ տարածքի սաղարթը եւ չափում են սաղարթը եւ բուսածածկի այսպես բարձրությունը ծառերի, թփերի եւ գետնամերձ հատվածի իրեն կարողանում են նույն պահին տվյալը մուտքագրելով տեսնել թե օրինակ NASA-ի արբանյակները ինչ տվյալներ են տվել նույն տարածքի համար։ Սա կարևոր է կենսաբազմազանության փոփոխությունները դիտարկելու նաեւ հետեւությունների համար, բացատրում է Էկոկենտրոնի Ծանի Հովհաննիսյանը։ Կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն զարգացման ամբիոնը COP17-ին ընթരാճ նախաձեռնել է ուսուցիչների վերապատրաստում NASA-ի Գլոբ ծրագրի մեթոդաբանությամբ եռօրյա համաժողով։ Այդտեղից բխեցվում են արդեն այլ նախագծեր, կլիմայի փոփոխությունն են դիտարկում, օդի աղտոտվածությունը եւ այլն, այսինքն ինքը շարունակական շղթա է, ու այս դեպքում մենք հստակ կենսաչափության պրոտոկոլն ենք իրականացնում։ Գրանցվել է 206 ուսուցիչ, առաջին փուլի համար ընտրվել 35-ը։ Կենսաբազմազանության թեմաների լուսաբանում COP17-ին առնչվող տեղեկությունների տրամադրում ուսուցիչները դպրոց տանեն, աշակերտների միջոցով տարածեն, իրազեկեն կենսաբազմազանության խնդիրները։ Դպրոցից սկսած ձևավորել իրավագիտակից կենսաբազմազանության խնդիրներով մտահոգ քաղաքացիներ։ Նախաձեռնության նպատակն է ընդգծում Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն զարգացման ամբիոնի ղեկավարը։ Քանի որ հետաքրքրվածությունն այսքան մեծ էր, մենք որոշել ենք, որ բոլորին հնարավորություն ենք տալու ապագայում եւս 3-4 շրջափուլ իրականացնելով մասնակից ենք դարձնելու գործնական հմտությունների եւ հետազոտահեն մոտեցումների ներդրմանը դպրոցական կրթական ծրագրերում։ Նախաձեռնություն ունի գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն։ Էկոկենտրոնը NASA-ի Գլոբ ծրագրի համակարգողն է եւ COP17-ի անցկացման հնարավորությունն օգտագործելով որոշել են կենսաբազմազանության վերաբերյալ պրոտոկոլները թարգմանել հայերեն, գիտական հետազոտությունների գործիքները փոխանցել ուսուցիչներին։ Եթե կարողանանք հասցնել բոլոր այն գիտական բարեվարք, ուրեմն հետազոտություն իրականացնելու հմտությունները նաեւ մեր ուսուցիչներին, ապա շատ ուրախ կլինենք, որ նաև մեր բալիկների աչուկները հետազոտություն իրականացնելու այդ հավես process-ի կունեն եւ կվարվեն այդ հետազոտություն անելու հաճույքով, որովհետեւ դա երևի միակ ճանապարհն է գիտելիքի սպառողից գիտելիք ստեղծել։ Գլոբ ծրագիրը ոչ միայն կենսաբազմազանության, այլ նաև բոլոր միջավայրերի մասին է։ Կան տարբեր մակարդակի պրոտոկոլներ, իրականացվում են լուրջ հետազոտություններ, քննարկում օրինակ ինչպես հողի ուսումնասիրությունը ներառել Ֆրանսիայի առաջին դասարանցիների կրթական ծրագրում։ Երեխաների համար ամառային դպրոց արեցինք եւ էլի գլոբ պրոտոկոլներով ամպը հետազոտեցին երեխաները։ Փոքրները 6-ից 11 տարեկանները, հա, եւ միայն ամպի հետազոտություններում դուք կարող եք ծածկել ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, երկրաչափություն նույնիսկ, հա, այսինքն երեխաները կարողանում են մտնել այդ ամբողջ գլոբալ ընտանիքի մեջ, իրականացնել հետազոտություններ, այդ հետազոտությունները ուղարկել միջազգային, հա, ուրեմն հարթակներ եւ ընդեղից պատասխան ստանալ, թե իրանք ինչ ճշտությամբ են օրինակ ամպերը հետազոտել։ Գլոբը ներգրավվածությունը ապահովում է ժամանակակից աշակերտների ուրեմն պահանջներին համապատասխան ավելի մոտիվացնում է, որովհետեւ օգտագործվում են հեռախոսները, որպես այդպիսին գadgetներ, որոնք շատ դժվար է կտրել երեխաներին այսօր հեռախոսներից, իսկ երբ որ դրանք նպատակին են ծառայում, դառնում են որպես գործիք գիտությանը ծառայելու համար, ավելի հետաքրքրացնում են ուսումնական գործընթացը։ Երեխաներն այդպես հասկանում են, որ գիտությունը ձանձրալի չէ, հակառակը հետաքրքիր տարբեր աշխարհներ բացահայտելու հնարավորություն է։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։